COVID-19-ի բարձր վարակիչ շտամի տարածվում ամբողջ աշխարհում։ Այն արդեն հանգեցրել է հոսպիտալացումների աճի Չինաստանում եւ այժմ այն գրանցվում է նաեւ Միացյալ Նահանգներում։ Այս մասին հաղորդում է New York Post-ը, հղումանելով ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների հայտարարությանը։ Նշվում է, որ կորոնավիրուսի նոր տարբերակը առաջին անգամ գրանցվել է Միացյալ Նահանգներում 2025 թվականի մարտ եւ ապրիլ ամիսներին միջազգային ճանապարհորդների շրջանում։ Վարակի դեպքերը գնալով ավելի են գրանցվում ամբողջ Ասիայում։ Հոնկոնգում վերջին 4 շաբաթների ընթացքում գրանցվել է հիվանդության 81 ծանր դեպք, այդ թվում 30 մահ։ Վարակների մեծ մասը 65 տարեկան եւ բարձր մեծահասակների մոտ է։ Նոր բարձր վարակիչ շտամը, ինչպես մյուս շտամները, կարող են մարդկանց մոտ առաջացնել հազ, կոկորդի ցավ, ջերմություն եւ հոգնածություն, սակայն նախորդ շտամներից տարբերվող այս վիրուսը կարծես ավելի հեշտությամբ է տարածվում, ասում է Նևադայի համալսարանի մանրէաբանության եւ իմունոլոգիայի պրոֆեսոր Սուբհաշ Վերման։ Միևնույն ժամանակ Հոնկոնգի հանրային առողջության կենտրոնի ղեկավար դոկտոր Էդվին Ցույը ասում է, որ կորոնավիրուսի նոր տարբերակը չպետք է թեթևամտորեն ընդունվի։ Նա նշել է, որ վիրուսը հավանաբար զարգացել է եւ կարող է խուսափել COVID պատվաստանյութերի պաշտպանությունից։